դες մեղադրում են շատերը բահկայի ձայներ գողանալ մեջ եւ դուք ասում են ձայների գող մանդատագողության մեջ են դες մեղադրում Հարգելի լրագրողներ ես ասում եմ կարող են բազմաթիվ վիավորանքներ հնչեցնել հիմի ես ուզում եմ ձեր մղումը հասկանալ Դիավորանքները հնչեցնելու ձեր մղումը հասկանալ։ Հիմի որովհետև հարգելի լրագրողներ, ոչ, հարգելի լրագրողներ։ Ես հիմի եկեք չմոռանանք, որ ես ժամանակին ձեր կարգավիճակում եմ եղել։ Հիմի դուք այդ հարցը հնչեցնելով ընդամենը դուք եք ինձ փորձում վիավորել, որովհետև այնինչ որ մարդիկ, այսպես ասեմ Չգիտեմ, մարդիկ ասենք սոցցանցերում կգրեն կամ քաղաքական գործիչները իրենց հայտարարություններին կանեն, ով կանի, ես, եթե անհրաժեշտ համարեմ իրենց կարձականքեմ։ Դուք դա վիավորանքը հարցի վերածելով ընդամենը դուք եք արդեն հանդես գալիս վիավորողի դերում։ Եվ ես պիտի պարոն լսեք, հարց եք տալիս պատասխանում այս դեպքում էլ նաև ինչ-որ չափով նաև ձեզ է վերաբերում, որովհետև դուք էլ այդ նման վիավորանքները հարցերի մեջ դնելու բնավորություն ունեք։ Ես պիտի ձեզ ուղղակի հորդորեմ, որ զերծ մնացեք, որովհետև այդպես դուք անկեղծ ասած լրագրողի վեհ մասնագիտություն եք։ Ես 20 տարի լրագրող եմ եղել, ես հպարտ եմ իմ այդ 20 տարվա փորձով ես դա համարում եմ իմ կենսագրության ամենապայծառ շրջաններից մեկը եւ ձեզ ուղղակի խնդրում եմ այդ մասնագիտությունը ոտատակ չտալ զուտ քաղաքական ինչ-որ շատ սպասարկելով խնդրանքս դա է կարող եք խնդրանքս մի զուգահեռ խնդրում եմ զուգահեռ մի խոսեք ավարտեմ հետո էլի նորից արտահայտվեք հարց չկա խնդրանքս կարող եք խնդրանքս հարգել եւ չանել կարող եք խնդրանքս անտեսել եւ շարունակել այն ինչ որ անում եք դա ձեր գործն է ես ուղղակի իմ խնդրանքը զուտ որպես նախկին լրագրող ասում եմ այն մանդատը որ ես ունեցել եմ լրագրողի ես հարգում եմ ու խնդրում եմ որ դուք էլ ձեր գործունեությամբ ուղղակի լրագրողի մասնագիտությունը չնսեմացնեք Պարոն Հովակիմյան շատ ներողություն էլի, այդ որ դուք վիրավորվում եք, նախ այդ մանդատագող եւ ավելի վատ բաներ նախկինում Մուկուչյանին են ասել։ Երկրորդ սա վիրավորանք չի ընդհանրապես հանրության գնահատականն է, որ մենք փոխանցում ենք ակնկալելով ձեր արձագանքը։ Երրորդ, երբ որ դուք լրագրողական մասնագիտությունից եք խոսում ու մնացածի ոտնատակ բան, ես իմ ձեռքի տակ էր հայտնվել մի գրություն Նիկոլ Փաշինյանի նամակը կարծեմ կալանավարից ուղված հայկական ժամանակի տարբեր լրագրողների, այդ թվում ձեզ, հիմա բառացի չեմ հիշում, որ շատ փորձեմ հեռուստից մեջ կգտնեմ այդ գրությունը, որտեղ նաև ինքը ձեր հասցեին էր բավականին կոշտ դիտողություններ անում, ձեր հասցեին էր կոշտ գնահատականների, իմ կարծիքով վիրավորական գնահատականներ հնչեցնում, որ դուք վատ լրագրող եք եւ չեք կարողանում լավ հոդվածներ գրել, այնպես որ եկեք եթե ուզում ենք վերադառնալ անցյալը, անցյալում շատ հետաքրքիր բաներ, դրվագներ կարելի է բան անել, փորփրել, գտնել։ Խնդրում եմ լրագրողներին այդպես մի պիտակավորեք կամ թիրախավորեք, որ մենք վիրավորանք ենք փոխանցում։ Մենք փոխանցում ենք հանրության գնահատականը։ Մարդիկ ձեզ ասում են, որ դուք գողացել եք մանդատները, որ դուք թվանկարչությամբ եք զբաղվում, դուք խլեցիք ԲՀԿ-ի ձայներն ու մանդատները, հազարավոր մարդիկ, որոնք որ ձայն են տվել այդ քաղաքական ուժին եւ ինքը այդ քաղաքական ուժը անցողիկ շեմը հաղթարել էր, ըստ գնահատականների, այդ թվում այդ ուժի գնահատականների, ասում են, որ Հովակիմյան Վահագնը իր թիմով, այստեղ տիկին ունեն մյուսները նստած, բոլորով միամուռ խլեցիք իրենց մանդատները, անտեսեցիք, ոտնահարեցիք, ոտնատակ տվեցիք հազարավոր մարդկանց քաղաքացիների ձայները։ Հիմա դուք ինչից եք վիրավորվում։ Եթե Մուկուչյանը երևի նայում ասում է ոնց ես ուզում եմ ասեմ, դուք հարց եք, ես հասկանում եմ, դուք քաղաքական գործունեությամբ եք ցանկանում զբաղվել մանդատ կստանայի։ Կարծում որ ինձ առաջարկներ եղել են չեմ ուզել, որ ուզենայի զբաղվեի մանդատ կտայք հիմա։ Բարեբախտաբար չեք տվել։ Պարոն Մակարյան, դուք կարող եք ազատ եք զբաղվել հանրային գործունեությամբ, ես լրագրությամբ եմ դուք պարոն Մակարյան, իմ ընկալմամբ դուք հանրային գործունեությամբ եք զբաղվում, որը լրագրության հետ կապ դա ձեր կարծիքն է, պարոն Հովակիմյան, ես իմ ընկերոջ խոսքը պարոն Մակարյան, դուք լսեք, պարոն Մակարյան, դուք
ինքներդ եք դուք ոչ մյուսները դուք ինքներդ եք լրագրողի մասնագիտությունը ձեր վարքով այնպես այո պարոն Մակարյան ես հնչեցնել է վիրավորել պարոն Մակարյան ես պարոն Մակարյան հարցը այդ մասն ու մի վիճակ լրագրողների մենք չենք եկել ես չեմ վիճում ձեր պարոն հարգելի հարգելի պարոն Մակարյան ջան երբ որ հարց եք տալիս բարի եղեք լսել պատասխանը եւ խնդրում եմ ձեր վարքով լրագրողի գործը մի վերածեք այսպես ասենք Պաշտոնյաների հետ կռիվանող կամ բանավիճող մասնագիտությամբ ես կրկնում եմ պատասխանեք մեր հարցին պարոն Մակարյան ես հենց ձեր հարցին եմ պատասխանում եթե համբերություն ունենաք լսելու համբերություն ունեցեք պարոն Մակարյան համբերությունը գիտեք ինչ բան է որ համբերեիք Պարոն կամ պատասխանեք հարցին կամ անցնեք Պարոն Մակարյան լավ այդ եմ ասում պարոն Մակարյան ես ուզում եմ պատասխանել դուք անընդհատ զուգահեռ խոսում եք պարոն Մակարյան կլինի իմ պատասխանը դուք չորոշեք ինչ պիտի պատասխանեք 20 վայրկյան դեն չեմ անում կրկնում եմ պարոն Մակարյան Պաշտոնյաների այդ վիճելը դա լրագրողություն չի շատ լավ ես Փառք Աստծո եղել եմ թերթի լրագրող ինչ որ գրել եմ ի տարբերություն ասենք ներկայիս օրինակ կայքերի այս աշխարհի ոչ բան ջնջված չի ու ես երբեք այո սուր հարցեր շատ եմ տվել իմ ոլորտներում եղել եմ ամենասուր հարցեր տվողը բայց երբեք իմ հարցերի մեջ վիավորանք չի եղել ու ձեր հարցը հարց չէր ձեր հարցը վիավորանք էր ձեր հարցը ամբողջությամբ պարոն Մակարյան ասեք որ բառներ վիրավորանք հենց հիմա ներողություն խնդրեմ որ բառներ կարող եք լռել հարց եք տվել ունեցեք դուք ձեզ հարգեք ես կարող եմ լռել ես ժեստներ անում տղամարդկային ասեք որ հարցներ բառներ վիրավորանք Պարոն Մակարյան եկեք բան անենք մյուսներին հնարավորություն տանք վերջում կարող եք մնալ ձեր on-line-ը կմիացնեք այդ բանավեճը կծավալենք համեցեք այս կողմ Պարոն Հովակիմյան Factor TV Արփի Հակոբյան Պարոն Հովակիմյան տեսեք այս պահին Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կա ընտրված բայց նա այսօր ստացավ վկայական այսինքն ազգային որ նա ազգային ժողովի պատգամավոր է այս հարցը կխնդրեմ նախասեք ինչպես է կարգավորվում ինչ գործողություններ ինչ փուլեր պետք է հաջորդեն սրան որ մի կողմից մարդը փաստորեն կալանքի տակ է մյուս կողմից մանդատ է ստացել եւ պարոն Հովակիմյան դուք նախկինում ընտրություններից առաջ մերժել եք դատախազության միջնորդությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ դա ինչով էր պայմանավորված այսինքն այն ժամանակ չկային այն հիմքերը որոնք որ հիմա կան այս նոր միջնորդությամբ շնորհակալ եմ նախ Պարոն Ղազինյանի հետ կապված արգելի լրագրողներ ջան դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ԳԸ-ի դիրույթից դուրս է բարձրաբանում ինչու որտեղ այս դեպքում իրավական կարգավիճակը տվյալ դեպքում անձի նկատմամբ կա քրեական հետապնդում չէ նաեւ կարծեմ խափանման միջոցներ կանոնավորումը եւ անձը ընտրվել է պատգամավոր այս իրավական կարգավիճակը արդեն դատախազության եւ պարոն Ղազինյանի փաստաբանների այսպես ասենք քննարկման տիրույթում է այսինքն տեսեք վկայականը տվել ենք տեսեք կրկնում եմ իրավիճակը որովհետեւ նոր կարգավիճակը որ պարոն Ղազինյանը ձեռք է բերել այսինքն ընտրված բայց լիազորություն չստացած պատգամավորի ինքը նույն այն կարգավիճակն է որը որ ներկայումս օրինակ պարոն Կարապետյանն ունի այսինքն տվյալ դեպքում սահմանադրական դատարան ըստ էության տեխնացուի պատգամավորի տեխնացուի եւ ընտրված բայց լիազորությունը չստանձնած պատգամավորի կարգավիճակը նույնացնում է եւ հետագա իրավական գործընթացները արդեն գտնվում են պարոն Ղազինյանի իր փաստաբանների եւ դատախազության տիրույթում
իրենք են արդեն այստեղ։ Ես կարող եմ, եթե չեմ սխալվում, 21 թվականում նման իրավիճակ եղել է եւ 21 թվականին կարծեմ հենց դրանով էր պայմանված նաեւ հետագայում Սահմանադրական դատարանի այս որոշումը, որ 1644-ը որը հիշատակից է, որ Սահմանադրական դատարան ըստ էության նման պարագաներում պահանջում է, որպեսզի ազգային ժողովում, այսինքն մանդատը, այսինքն լիազորությունը ստանձնելուց հետո պարտադիր դատախազությունը նաև ստանա ազգային ժողովի համաձայնություն պատգամավորի նկատմամբ այդ քրեական հետապնդումը շարունակելու համար։ Դա 21 թվականին այդպես եղել է եւ հիմա ես ընդհանրապես ասում եմ, թե սա ինչ իրական, բայց գործընթացի տերը, այսինքն ովքեր որ պիտի համապատասխան միջոցները ձեռնարկեն, դա դատախազությունն է եւ պարոն Ղազինյանի ինքը պարոն Ղազինյան եւ իր փաստաբանները։ Ինչ վերաբերում է պարոն Կարապետյանի հետ կապված մի շնորհ, հենց խնդիրը ես որ ներկայացնում եմ դրա մասին էր, որ երբ որ միջնորդությունը ներկայացվել էր եւ Սահմանադրական դատարանի որոշումից հետո այլևս պատգամավորի տեխնացուի իրավունքները եւ պարտականությունները դադարում են 91-րդ հոդվածի ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի հիմքով պատգամավորի տեխնացուի իրավունքները եւ պարտականությունները դադարում են ընտրական օրենսգրքով պայմանավորված եւ այդ ժամանակ մենք կենտրոնական ընտրական հանձնաժողով հենց 91-րդ հոդվածի հիմքով ոչ թե մերժել, այլ վերադարձրել ենք մենք միջնորդություններ վերադարձել ենք, որովհետեւ 91-րդ հոդվածի լույսի ներքո այլևս կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ միջնորդությունը չէր կարող քննարկել, որովհետև 91-րդը հստակ է ասում, որ պատգամավորի տեխնացուի իրավունքները եւ պարտականությունները գործում են մինչև Սահմանադրական դատարանի որոշումը։ Բայց տեսեք, պարոն Ղազինյանի դեպքում, երկնում եմ, պարոն Ղազինյանի դեպքում ինքը եղել է տեխնացու, իսկ ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը հարգելի լրագրող, կարող ընտրական օրենսգիրքը տան ընթերցեք, ինքը հենց ասում է տեխնացու, ոնց որ թվարկում է, պատգամավորի տեխնացու, ընտրված լիազորությունները չստանձնած պատգամավորի, այսինքն այս երկու կարգավիճակի համար պահանջում է, որպեսզի բացառապես կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ միայն քրեական հետապնդումը հարուցի։ Երբ որ պարոն Ղազինյանը եղել է պատգամավորի տեխնացու, այն ժամանակ դատախազությունը, միջնորդությունը ներկայացրել է եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ միջնորդությունը քննարկել է եւ որոշումը կայացրել է, բավարարել։ Եվ մի հանգամանք եւս պիտի ուղղակի նաեւ մեզ հետևող քաղաքացիների համար ըստ էության Սահմանադրական դատարանը կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում է, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտարկի տեխնացուի որպես տեխնացու իրավունքների պահպանության հարցը, այսինքն իր ընտրվելու իրավունքի, որպեսզի տեղ չունենա ընտրվելու իրավունքի խախտում, այսինքն սա Սահմանադրական, այսինքն դատարանի պահանջն է, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդությունները քննարկելիս դատարանի գործառույթ չի իրականացում, այսինքն ապացույցները թույլատրելի են, թույլատրելի չեն, կամ մեղադրանքը, այսինքն հիմնավոր կասկածը, այսինքն արկա է, արկա չէ, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալ դեպքում խնդրին մոտենում է միջնորդությունը քննարկելիս զուտ տեխնացուի իրավունքների, որպես տեխնացուի իրավունքների ապահովման տեսանկյունից եւ բազմաթիվ միջնորդություններ, որոնք որ եղել էին, որ մինչև քվեարկության օրը մենք ունեցել ենք միջնորդություններ, որոնք կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել հունիսի 5-ին եւ 6-ին։ Հիմա ես ուղղակի տեղեկացնեմ, այդ միջնորդությունները կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է ընտրություններից ավարտից ամսի 15-ին, եթե չեմ սխալվում, հունիսի, այսինքն ընտրությունները ամփոփելուց հետո, այսինքն Սահմանադրական դատարանի այն պահանջը, որ տեխնացուի, որպես տեխնացու իրավունքները չպիտի ոտնարվեն, դա նաև դա նկատի ունենք։ Այսինքն այդ հունիսի 15-ին այլևս տեխնացու ընտրվելու իրավունքի այս խնդիրը չկար։ Հիմա
այս ինստիտուտը կա եւ ընտրական օրենսգրքում այս կարգավորումը կա նաեւ համանդրական դատարանի որոշում եւ կենտրոնական ընտրական հանձնաժողով այս խնդիրները քննարկում եւ տալիս է լուծումներ։ Պարոն Կարապետյանի հետ կապված իրավիճակի փոփոխությունը կարծում եմ հասկանալի դարձավ, որ ինքը որպես տեխնացու իր իրավունքները պարտականությունը դադարել են եւ մենք վերադարձրել ենք միջնորդությունը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցուցակի առաջին ամանը դատախազությունը հենց գնահատելով, որ իրենք որ համանդրական դատարանի որոշման, այսպես ասած, լույսի ներքո իրենք պիտի պարտադիր ստանան կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը, իրենք նորից արդեն լրամշակված միջնորդություն կրկին ներկայացրել են եւ այսօր մենք նոր այդ միջնորդությանը կանդրադառնանք։ Պարոն Հովհաննիսյան, սա ազգային ժողովի այս վերջին օրենքի փոփոխությունների հետ կապ ունի բուժզնությունից հրաժարվելու եւ պարտադրելու, որտեղ այդպիսի խոսակցություն Նարեկ Կարապետյանի չծառայելու վերաբերյալ գործը այդ վարույթը ինչին է վերաբերում։ Հարգելի լրագրողներ, քանի որ ինչու են այդ նիստերը դռնփակ, որտեղ ինքը նախաքննության նյութերն են հրապարակվում այդ նիստում եւ նախաքննության գաղտնիքի տերը տվյալ դեպքում դատախազությունն է, որ եւ տեսեք դուք ես որպես կրոն նախագահ եւ նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները իրավունք չունեն որևէ կերպ այսպես ասած հրապարակելու մեղադրանքի նյութերը կամ մեղադրանքը ինչու է կայանում։ Դա եթե դատախազությունը կցանկանա, դատախազությունը կանի, նույնիսկ փաստաբաններն են այդ որոշակի կարգավորություն ունեն, օրինակ որքան իրենք կարող են ասենք ներկայացնել, բայց ամեն դեպքում հաստատապես դրա դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը իրավունք չունի նախաքննության թեման բացահայտել։ Ուղղակի լրացումի հասկանալ ես էլի, պարոն Հովհաննիսյան, միայն Նարեկ Կարապետյանի հետ կապված է դիմում, թե այլ անձանց վերաբերյալ եւս դիմում կա, որը դեռևս չի քննարկվել։ Քանի որ այս ասուլիսը նախատեսված չէ մեր զուգահեռ աշխատանքների հետ կապված, ես չլսեցի ինչ եք հարցնում, թե ձեր հարցը Ուրիշ միջնորդություն կա, բացի ես բարձրաձայնվածից այլ միջնորդություններ եւս կան, բայց այդ միջնորդությունները քանի որ այս պահից այլևս ասենք ում վերաբերյալ որ միջնորդություն ներկայացրել է տվյալ քաղաքացիները իրենք չեն հանդիսանում ընտրված բայց լիազորությունից չստանձնած տեխնացուներ, այսինքն իրենք տեխնացուների իրավունքներից եւ պարտականությունից ընդհանրապես չեն օգտվում եւ տվյալ դեպքում արդեն կրկին մենք այդ միջնորդությունները վերադարձնել ենք դատախազությանը։ Այսինքն մենք քննարկելու այս բանին իրավական տեսանկյունից քննարկելու խնդիր ունենք միայն մեկ միջնորդության հետ։ Պարոն դատախազությունը թվով դիմում է ներկայացրել այդ քաղաքացիների հետ կապված։ Միջնորդությունները նկատի ունեք ընդհանուր 4-ն է, եթե չեմ սխալվում։